Երկար դարիները մենք ականատես ենք եղել եւ լինում այժմ եւս թե այս ռեժիմի բարակլուխների գլխավոր մտահոգությունը որն է եղել։ Դրանք ունեցել են գլխավորապես մեկ մտահոգություն։ Դա իրենց իշխանությունը վերարտադրելն է եղել եւ այդ խնդիրը լուծելու համար չեն կանգնել որևէ միջոցի առաջ։ Թիմել են բոլոր միջոցներին։ Այդ միջոցների մեջ նաև եղել է մեր երկիրը մաս առ մաս վաճառելը։ Բոլորս ականատես ենք եղել այս տարիների ընթացքում, թե ինչպես այդ մարդիկ արտաքին գործոնը օգտագործելով, շահագործելով, մեր երկիրը մաս-մաս վաճառելով, իրենք կարողացել են բահել իրենց իշխանությունը։ Բան չի մնացել, բոլորս գիտենք, որ այլևս բան չի մնացել վաճառելու, հերթ եկել է այս անգամ վաճառելու Արցախը։ Այսինչ ես հիմա ասում եմ ամենայն պատասխանությամբ եւ ցավով, որ շփախտապար մենք հասել ենք այսօր արդեն այդ եզրին։ Այո, Սերժ Սարգսյանը իր իշխանությունը երկարացնելու նպատակով շահարկում է Արցախի խնդրի լուծումը, դրա դիմաց մեծ խոստումներ ստանալով, այդ խոստումների մեջ բնականաբար գոյություն ունի նաև մեծ գումարներ, որոնց միջոցով նա պիտի կարողանա իր իշխանությունը երկարացնել։ Այս տարիների ընթացքում մենք նաև ականատես ենք եղել, թե ինչպես միջնորդ կողմը խնդրի կարգավորման, նկատի ունեմ Մինսկի խումբը, որպես միջնորդ կողմ շատ դրամապանական է եղել, որ դրանք երկու կողմերին էլ փորձեն հանձնարարել իրենց ժողովուրդներին պատրաստելու, նախապատրաստելու, ինչու՞ չէ նաև մշակելու փոխզիջումների համար։ Ես անձամբ այդ ամեն ինչին ականատես եմ եղել, իմաստնավոր է QST ժամանակներից սկսել եւ մենք այդ ժամանակ փորձել ենք այդ քարոզչական, հոգեբանական, դեղեկատվական գրվում մեր մասնակցությունը ունենալ եւ շնորհիվ մեր ժողովրդի ես կարող եմ ասել, որ այդ հարցում այս ռեժիմին չի հաջողվել մեր ժողովրդին մշակի, այսինքն մշակել այնպես ինչպես որ մեծամասնությունը պետք է ասի, որ այո, մենք անպայման պետք է զիջումներ անենք, խոսքը վերաբերում է ազդագրված տարածքներին առաջին հերթին։ Անշուշտ մեր համար նաև զարմանալի չի այն հանգամանքը, որ երբ այդ հանձնարարությունը եղել է այս 15-20 տարիների ընթացքում երկու կողմին էլ, ադրբեջանական կողմը հլու հնազանդ չի կատարել այդ հանձնարարությունը, ընդհակառակը, եթե հետևենք այս 10-15 տարիների ադրբեջանական քարոզչական մեքենային, նրանք հակառակ մշակումն են փորձել անել իրենց ժողովրդին։ Իսկ մերոնք, ինչպես միշտ, բաբից ավելի բաբական դիրքերում լինելով, փորձել են մշակել մեր ժողովրդին, հասնելով այն նպատակին, որ մեծամասնությունը պետք է կողմ լինի զիջումներին։ Բայց ինչպես ասեցի, դրա դեմը մեզ հաջողվել է առնել շնորհիվ մեր ժողովրդի եւ նաեւ նոր սերունդի։ Սակայն զուգահեռաբար այս տարիների ընթացքում մենք նաեւ խոսել ենք, եթե այս մարտիկ, այս ռեժիմը փորձում է այսպիսի միջոցներով գնալ բարդողական ինչ որ արդյունքի, Երբ մեզ հաջողվում է քարոզչական, դեղեկատվական գրվում այդ ամենի թեմա առնել, շատ է խոսվել այդ տարիների ընթացքում այն մասին, որ հավանաբար գկա մի օր, որտեղ կմնա ելքը, միակ ելքը մեր ժողովրդին բարդացրելու պայմանավորված պատերազմը։ Այս միտքը, որ ես հիմա ասում եմ, նոր միտք չէ, եթե թերթենք անցած տարիները, տարբեր քաղաքագետներ, տարբեր գլոր սեղաններում այս մտավախությունը բարձրացանվել է այս մասին։ Եվ այնինչ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմում
ես կարող եմ ասել, որ շատ նման էր պայմանավորված պատերազմին։ Այսինքն արդեն բոլոր միջոցները սպառված են այս խնդրի ղեկավարման եւ արդեն թիմում են այդ միջոցին։ Ապրիլյան դեպքեր եւս մեզ ապացուցեցին, որ մեր բանակի ցերկերը կապված է եղել, որովհետեւ մենք գիտենք այդ թիրքերը հետ վերցնելու համար ընդամենը 1 կամ 2 օր էր պետք, ոչ ավելին։ Այսօր էլ երբ ուզենք այդ թիրքերը մենք կվերցնենք։ Թե ինչու է իմ եզրակացությունը, որ պայմանավորված պատերազմ էր, ես կարծում եմ առաջիկայում նաև տարբեր քաղաքագիտական շրջանակներ այս մասին կխոսեն։ Ապրիլյան այս դեպքերից հետո բնականաբար քաղաքական նոր հանգրվան ենք մենք մուտք գործել, նկատի ունեմ Արցախյան խնդրի կարգավորման, սա իրենց այսպես ասած տերմինն է, կոնֆլիկտի կարգավորմանը, ըստ էության Արցախյան խնդիրը լուծվել է մեր հայկական կողմի համար իմ կարծիքով։ Մենք խնդիր ունենք, գոյություն ունի հայ-ադրբեջանական կոնֆլիկտ, գոյություն չունի Արցախյան կոնֆլիկտ։ Բայց դժբախտաբար այս ուղումը հայկական կողմից այս 20 տարիներուն ընթացքում տեղի չի ունեցել եւ երբ այսօր մուտք ենք գործել քաղաքական նոր հանգրվան այս խնդրի կարգավորման, բոլորս ականատես ենք, թե ինչպիսի պատրաստակամությամբ Սերժ Սարգսյանը բացահայտ խոսում է 5 շրջանները զիջելու պատրաստակամության մասին եւ ավելին կամերաներից հեռու տարբեր ձևաչափերով հանդիպումներ, դա լինի Արցախում, թե Հայաստանում, մենք այդ տեղեկությունները ստանում ենք կամ դիվանագիտական շրջանակների հետ, վերահաստատում է իր պատրաստակամությունը, որ նա պատրաստ է 5 շրջանները անմիջապես զիջելու, այսինքն հայկական զորքերը դուրս բերելու այնտեղից։ Այստեղ անշուշտ բանավեճը այսօր գնում է Ադրբեջանի հետ, նրանք ասում են 6.5 շրջան, Սերժ Սարգսյանը ասում է չէ, 5 շրջան։ Ուզեմ ասել, հասել ենք արդեն դժբախտաբար այն օրվան, երբ մոտենում է այն եզրակիցը, որի արդյունքում մենք մի օր լսելու ենք արդեն եւ Սերժի շրթերից եւ այլ չինովնիկների շրթերից, որ սիրելի հայեր, հայ ժողովուրդ, մենք տեսնում եք մեր ռեսուրսները, հակառակորդի ռեսուրսները եւ այլևս մենք ի վիճակի չենք եւ հանուն խաղաղության պետք է գնանք այս զիջումների։ Անշուշտ Սերժ Սարգսյանը սա անում է, ինչպես ասեցի, իր նպատակը բարձ է միլիարդների դիմաց, որի շնորհիվ նա պիտի կարողանա գոյատևել իր խելքով, պիտի կարողանա իր իշխանությունը դևական դարձնելու, իսկ ադրբեջանյան կողմը բոլորովին այլ խնդիր է լուծում, նրանք շատ լավ գիտեն, որ այդ ազդակրված դարածները դուրս գալուց հետո հայկական զորքերը դրանից հետո ինչպիսի վիճակ է լինելու հայկական կողմի վիճակը եւ ռազմական իմաստով եւ տնտեսական իմաստով եւ նրանք շատ լավ գիտեն, որ այդքանով չեն բավարարվելու, առանց այդ էլ այսօր հակառակորդի քաղաքականությունը տարիների ընթացքում եղել է մեզ հյուծելը, մեզ նկատի ունեմ եւ Արցախը եւ ՀՀ-ն բանակին հյուծելը եւ բադահական չէ, որ այդ պատերազմի այն մարտավարությունը, որ ընդրված է այսօր 2014 թվականի օգոստոսից, որին մենք կոչում ենք սողացող պատերազմ, արցախցիները գիտեն, որ կամ այսօրվա սահմանները մնում են, կամ ոչինչ, չկա ինչ որ մի քանի շրջան զիջել եւ դրանից հետո խաղաղություն ստանալ։ Այդպիսի բան չի։ Ընդհակառակը արցախցիք գիտեն, նաեւ Հայաստանի մեր ժողովուրդը գիտի, որ շրջան զիջելուց հետո է ավելի է վտանգը մեծանում պատերազմի եւ այլն եւ այլն։